Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում։ Այսօր եկել եմ ձեզ համար նկարելու բիբարի մշակության հետ կապված տեսանյութ, ուրեմն ինչ են արել այս ջերմատանը բիբարի մշակության ընթացքում, ինչ սխալներ են թույլ տվել։ Այսօր խոսելու եմ սխալներից, քանի որ այս ջերմատունը դրվել է բիբարը մոտավորապես 1.5 ամիս առաջ, ինչպես տեսնում եք, 1.5 ամիս հետո պետք է այս բիբարները բավականին փարթամ տերևներ ունենային, շատ լավ պետք է տերևային զանգվածը ապահովված լինեն եւ անգամ պետք է պտուղների արդեն փոքր պտուղներ երևային։ Սակայն ինչ ունենք այստեղ։ Ինչպես տեսնում եք, բիբարները նոր սկսում են ուշքի գալ, այսպես ասած, հաշվի առնելով, որ ջերմոցը նաեւ ջեռուցվում է, պետք է որ շատ լավ վիճակում լինեին բիբարները, բայց ինչպես տեսնում եք, նոր սկսել են ուշքի գալ բիբարները։ Ուրեմն տնկելուց հետո ջերմոցատերը ինչ է արել։ Անմիջապես տնկելուց 2-3 օր հետո տվել է արմատային պարարտանյութ, որն էլ իր հերթին արմատները ամբողջությամբ, այսպես ասած, վառել է մազարմատները եւ դրանից հետո երկար ժամանակ բույսը գտնվում էր ստրեսային վիճակում, սկսել են քախամփխրեցման աշխատանքներ են տարել այս ջերմատանը, բայց բիբարները ամբողջությամբ չեն վերականգնվել։ Այնուհետև դրանից հետո տվել է տերևային պարարտանյութ, տերևային սնեցում, ենթադրաբար տերևային սնեցումը տվել է հողը չջրված վիճակում, որովհետև գիտենք, որ տերևային սնեցումը տալիս են միայն այն ժամանակ, երբ որ հողը թաց է, այսինքն ջրված է։ Եվ դրա հետ մեկտեղ երկար ժամանակ փակ է պահվել ջերմատունը, ամբողջությամբ լիովին օդափոխությունը չի կատարվել, որի հետևանքով, ահա, այս իրավիճակն ունենք, երկար ժամանակ էլ, ինչպես նոր տեղեկացա, երկար ժամանակ էլ ջերմատունը չեն ջրել, բույսերը ուշ են ջրել։ Իսկ բիբարի դեպքում հիշենք, որ բիբարը ջուր սիրում է, իհարկե պետք չի շատ թաց լինի, բայց ջուր սիրում է, պետք է ջուրը ժամանակին տան բիբարի։ Ինչպես տեսնում եք, ահա, սա տեղական բիբարի տեսակներ եւ այստեղ ունենք տոպկեր տեսակի բիբարը, կհիշեք տոպկեր տեսակի բիբարի հետ կապված առանձին տեսանյութ ձեզ համար նկարել էի։ Տոպկեր տեսակի բիբարները առհասարակ պետք է արդեն բավականին պտուղներ ունենային իրենց վրա, բայց ինչպես տեսնում եք, ոչ մի պտուղ էլ չկա։ Իսկ որ պտուղներն էլ որ կան, շատ փոքր թփերի վրա են պտուղները զարգացել ու ստիպված են այդ պտուղները պոկել, որպեսզի բիբարի քոլերը կարողանան լավ աճել, լավ զարգանալ։ Վերքը բավականին հետ է ընկել, կարելի ասել, այս պահի դրությամբ բավականին հետ է բիբարը եւ չի հասնի չեն ստանա այն արդյունքը, ինչի համար որ դրել էին, ինչը որ ակնկալում էին։ Եկեք նաև տեսնենք տոպկերի եւ տեղական բիբարի տարբերությունը։ Հիմա ես կկանգնեմ այստեղ կենտրոնում, դուք պատկերացրեք տարբերությունը, որքան շատ է։ Թփերի առումով, այո, տոպկերը բավականին ավելի բարվոք վիճակում է, քան տեղական բիբարը, կարող եք տեսնել։ Եվ բարձրության առումով, եւ արդեն այստեղ ճյուղերը ձևավորված են տոպկեր բիբարի, արդեն ժամանակն է, որ սրանք պետք է կապեն։ Շուտով կապելու տեսանյութեր կնկարանեմ, հուսով եմ կհասցնեմ այդ ընթացքում լինել այս ջերմատանը, ձեզ համար կնկարեմ։ Տեղական բիբարի ներքևի տերևները տեսեք, որ արդեն մաքրել են, շուտով կմաքրեն նաև տոպկեր տեսակի բիբարի տերևները, մաքրվելու են մինչև այս ճյուղի հատվածը, վերևից ներքև ամբողջությամբ այսպես մաքրվելու են։ Ցույց տամ ձեզ այս մի թփի վրա, պատկերացրեք, որ ինչպես պիտի մաքրվի։ Պես ամբողջությամբ սրանք պետք է մաքրել։ Եվ անպայման այս տերևները հեռացրեք, որովհետև սրանք հիվանդությունների բուն են դառնալու հետո։ Հիմա օդերն են բացում, պոլիէթիլենային թաղանթներն են բացվում, սիրելի հետևորդներ։ Այսքան այս ջերմատան մասին առայժմ, առաջիկայում տեսնեմ ինչ արդյունք կլինի, արդյունքների մասին ձեզ նույնպես կտեղեկացնեմ։ Իմացա, որ այսօր ջերմատունը պետք է ջրվի, ջրելուց տալու են պարարտանյութ, հիմա ցույց կտամ ձեզ նաև այն պարարտանյութը, որը ջրելուց տալու են։ Ահա, սիրելի հետևորդներ, այս պարարտանյութն են տվել պարարտանյութների խանութում, թունաքիմիկատների խանութում եւ ասել են, որ սա պետք է տան բույսերին։ Այսքանը, սիրելի հետևորդներ,
Սա հեղուկ պարարտանյութ է, չգիտեմ ջրի հետ են տալու, թե տերևային ընթացքում կճշտեմ, մեկնաբանությունների բաժնում կգրեմ ձեզ համար։ Առայժմ այսքանը սիրելի հետևորդներ, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նաև մեր հաջորդ տեսանյութերը, բիբարի մշակության եւ առհասարակ մյուս մշակաբույսերի մշակության հետ կապված, իսկ մենք կհանդիպենք, լավ մնացեք։